Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ամեն չորեքշաբթի օր Սուրբ Գրիգոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթակիրքն է որ գսերդենք։ Այս շաբաթ օր, քանի որ Սուրբ Աստվածամոր վերապոխման դոնն է, այսօր սիրելիներ պիտի սերդեմ եւ ցեզի պիտի բացատրեմ Սուրբ Գրիգոր Նարեգացին Աստվածամոր ուղած դաղերեն մեկը իրականության մեջ Հիսուսի ծննդյան նվիրված դաղ է, դաղը սիրելիներ Սուրբի կամ օրվան դոնին նվիրված սկանչելի երկեցողություն է եւ այս դաղը մեր եկեղեցու մեջ երկվի որպես մեղեթի, այսին երբ որ Սուրբ Պատրակը գսկսի, քահանան խորան կբարձրանա, վարակույրը կփակվի, մինչև սրբությունը պատրաստ է խորանին վրա, Սուրբ նշխարը եւ քինին, ահա թբիրները այս դաղը գերքեն, աչքն ձով ի ձով։ Սիրելիներ, նախ ասեմ, որ Սուրբ Նարեգացիի եւ Աստվածամոր հոգևոր գաբը շատ խորունգ է եւ բազմաթիվ կորձերու մեջ Նարեգացին Աստվածամայրը որպես քերակույն սրբություն, որպես բարեխոս դիեզերքի կներկայանա։ Հատկապես Աստվածամոր նվիրված է Նարեգի, ուրեմն Նարեգացի Մադյան ողբերգության աղոթակիրքի ցա փանը, այսինքն 80-րդ գլուխը։ Երբ Աստծո գամքով հասնենք այդ գլուխը սերդելու, պիտի տեսնենք այնքան խորուն կերպով Սուրբ Նարեգացին սիրելներ գխոսի Աստվածամոր մասին եւ այնտեղ ցույց կտա գտիմե Աստվածամոր որպես մարդկային բնության միակ գադարելություն եւ մեղավորներու ապավեն։ Նաեւ գխնդրե Նարեգացին այդ գլխուն մեջ, որ Աստվածամայրը դիրամայրը բարեխոսե իր որդին Հիսուս Քրիստոսի առջև, որովհետև Սուրբ Նարեգացին խորապես վստահ է, որ Տերը երբեք իր մոր խնդրանքը չի մերժեր։ Ուրիշ սիրելիներ քրություն ունի Նարեգացին աստվածաբանական շատ խորուն քրությունը, շատ ծանր քրապարով գրված է, կփորձեմ թարգմանել, որբեսի օրմը դարձյալ անոր մասի խոսիմ եւ կգոչվի Քումարք խմբից ներփողը։ Ուրեմն այս Քումարք խմբիցը խումբերուն հավաքույթի մասին, որ խոսի Նարեգացին, այստեղը սիրելներ աստվածաբանական քովքը կկատարե Աստվածամոր, ցույց տալով թե փրկագործական խորհրդին մեջ որքան մեծ կարևորություն ունի Սուրբ Աստվածամայրը։ Իսկ երրորդը, որ այսօր պիտի սերդենք, ուրեմն ծննդյան նվիրված դաղմն է, կամ Աստվածածնի նվիրված դաղմն է, եւ բարերը կսկսին աչքն ձով ի ձով։ Ասիկա ասեմ, որ մեր հայ քրագանության մեջ գլուխ գործոցներեն մեկն է, քուհարներեն մեկն է այս դաղը։ Միջնադարյան քննարկությունն է, ուրդեղ անզուգականորեն սիրելներ կպատկերավորե Սուրբ Նարեգացին իրարու միահյուսելով Աստվածամոր երկրային գեղեցկությունը եւ Աստվածային խորհուրդը։ Եւ իսկապես որ Նարեգացին այդտեղ կպատկերավորե Աստվածամայրը որպես լուսավոր, անեզր, եզր չունեցող ձովի նմանող աչքերով, վարդի պես բացվող շրթներով, հեզ քայլվածքով, ընդգծելով, որ Աստվածամայրը իսկապես ինք Աստուծո դաջարն էր, եւ ոչ միայն Աստվածամայրը հոգևոր սրբություն է, այլև գադարյալ հեզության եւ գեղեցկության մարմնացումը։ Ասի սիրելներ, որ Սուրբ Նարեգացի եւ Աստվածամոր հոգևոր գաբը շատ խորունգ է։ Ըստ ավանդության, ավանդաբադումի
Սուրբ Նարեգացին վանա լիջին վրա արավոտ լույս արավոտը իր աչքերով գտեսնե դեսիլքի մեջ Աստվածամայրը մանուկ Հիսուսը քիրգը քրգած եւ այդ դեսիլքով զմայլված է որ Սուրբ Նարեգացին իսկապես հոգևոր գադարելության գասնի եւ ներշնչվելով Աստվածային այդ դեսիլքեն ինչպես Աստվածամայրը մանուկ Հիսուսով իրեն կներկայանա եւ նաեւ ուրիշ հրաշապատում մգա որ մանուկ Հիսուսը իր մատը գերգարե եւ գտնա ուրեմն Սուրբ Նարեգացին այդպես Սուրբ Նարեգացին ներշնչվելով է նաեւ իր մատյան ողբերգության աղոթակիրքը գկրե ասեմ որ այս աչքն զովիձովը զոր գուզեմ նախ գրապարը բնակիրը ցեզի ընթերցել եւ ապա աշխարհապարը գարտալ աշխարհապար թարգմանությունը զորգադարած եմ եւ գուզեմ նաեւ բացադրել շատ հագիր ցևով ինչպես ուրեմն մատյան ողբերգության աղոթակիրքը կբացադրեմ ուրեմն այս սքանչելի սիրելիներ դաղը ամբողջությամբ ուրախությամբ լեցված է Իհագատրումն մատյան ողբերգության մեջ շատ սուկ կա, արցուն կա, ապաշխարություն կա, իսկ այս դաղի մեջ, որ երկար դաղ չէ, այս դաղի մեջ ուրախություն կա, ցնծություն կա, մանավանդ որ աշխարհի փրկիչն է, որ Մայրիկ Աստվածածնեն ծնավ։ Ահա այդ ուրախությունը հիմա բիդսկանք եւ նաեւ սիրելներ, երբ գարտամ ու բացադրեմ, պիտի տեսնեք Նարեգացին Աստվածամայրը կներկայացնե ոչ թե չոր ու ցամաք կերպով, այլ Աստվածամայրը մեր աչքին դիմաց կդառնա շարժուն, այնպիսի արքայաթուստր, այնպիսի թակուհիմը, որ իր քեղեցկությամբ, իր աչքերու, այդերու, շրթունքներու, մատներու, ցերկերու, ոտքերու քեղեցկությամբ այնպիսի սեր, այնպիսի խնդություն, այնպիսի ուրախություն կփուրե, որ մեր աչքերուն դիմացալ Աստվածամայրը կբարձվի այս սքանչելի դաղը երբ գուսումնասիրեի եւ գթարգմանեի սրդիս մեջ այսպես Աստվածամոր ուրախություն եղավ այս սենյակիս մեջ ուր միայն աղոտ կլա ուր միայն Աստծո խոսքի պատրաստություն կլա խունգի հոտ ելավ Աստվածամոր ներկայությունը փուրող իսկապես սիրելիներ Աստվածամոր մասին որքան խոսենք մեր սրդի մեջ այսպիսի մեր սիրտը սկսի թրթրալ եւ մեր սիրտը գուրի ուրախությամբ կլեցվի մեր ցավերը գամոքին ես իսկապես գզարմանամ եւ գապշիմ երբ մարդիկ Աստվածամոր նկատմամբ գեցվածք ունին չորություն ունին ինչպես կրնալալ Դիրոջ գողմե Աստուծո գողմե ընդրված հարսին Դիրոջ գողմե ընդրված մոր Սուրբ Հոգին հարսին որ Սուրբ Հոգի մեջ հանգեցավ Աստվածամոր Սուրբ Մարիամի եւ Աստվածամայրը հղացավ Հիսուս Աստուծո որդին անոր նկատմամբ այսպիսի սառնասրդությամբ մարդիկ կանգնին Եկեք սիրելներ նախ ընթերցեմ ցեզի քրապարը ծանր քրապար է եւ ասեմ որ Անպայմանորեն YouTube-ի վրա մանավանդ լուսահոգի զուլալ ցայն ունեցող Լուսինե Զաքարյանի մեկնաբանությամբ այս աչքն ծովիծով ուրեմն դաղը ունգընտրեցեք շատ խորունգ է ասեմ որ միայն երկու դողերը գերկվին այսօր բահբանված չեն մյուս ուրեմն դողերու երկեցողությունը երաշխությունը բայց ես ամբողջությամբ դաղ ամբողջությամբ ցեզի պիտի ընթերցեմ նախ գրապար եւ ապա աշխարհապար թարգմանեմ եւ բացադրեմ ուրեմն հարեգացին գսկսի տեսեք իր ամբողջ արդեն բարերնալ որ կովկովի շարած է հյուսած է երաժշտություն է աչքն ձով իձով ձիձաղախիտ ձավալանայր հարավոդուն Երկու փայլակնացև արեքագան նման շողնի ժմին իջյալ հարավոդե լույս հայդեն նրնենի սարթիադունք քեղաշիդակ ծայրից ծաղգանց որոսյուննի սրդին նուսխայորեն գարգաչհայր
սատպերունի սեր։ Ծերացն եղիշո գամարագապ գաբեր, ադիջաղ բադիջաղ, սդղի ղդղի երկով։ Հյուսեր զելևելսն ընդմիմյանս, հանթարդիկ խաղայր, թիգնեթեգին ջեմեր։ Պերանն երկթերթի, վարդնի շրթանց գաթեր, լեզվին շարժողին, քաղցրերանայր դավիղն, իձամին խեղեփին, հազրե զինույն սեր, հոգիասկեստյալ քեղնիքին ոգույն։ Վարսիցն երամից զարդ ոլորսեն արյալ, երահյուսագն փոլորյալ այդուկ, ձոցն լուսափայլ, գարմիր վարդով լցյալ, ձղիքն ձիրանի մանուշագի հույլք, խնգյալ իգընտրգե փուրվար հրով, ածայնով լցյալ, ցայն քաղցրանվակ, որի նման է հնչեր։ Քեղեցիկ բատմուջանավն զարտարյալ էր, ի գաբուդո, ի ձիրանվո, ի պեհեզո, ի հորթանե ոսկեշողեր քույնն։ Կոդին արձատափայլ ոսկեդդուն, գամարագապ հագանց շափյուղա, մանրամասին հորինվածով բջնյալ։ Անցինի շարժել մարգարդափայլ քեղով, ոտիցին իքնալ շողնի գաթել առնույր, այն թակավորին, այն նորածին փրկչին, ըսքեզ վսագողին, փառք հավիտյանս, ամեն։ Երանի թե սիրելներ, քրապարի քեղեցկությունը ըսկայիկ, երանի թե ամեն հայ իսկապես քրապարը հասկնար, քրապար խոսեինք, այնքան հարուստ լեզու է, այնքան քեղեցիկ լեզու է, քիչ բարերով, սեղմ բարերով, մեծ պատկերներ արդայդող։ Զուր դեղ չէ, որ օդարները սիրելներ քրապար աստվածաշունչի թարգմանությունը գոչած են թակուհի թարգմանությանց։ Շատ բարի, փորձեմ արեմդահայերեն թարգմանել սիրելներ, ըսի շատ խորունգ է, բայց սկանչելի է, ուրեմն գսեն արեգացին, աստվածամոր մասի խոսելով, աչքերը ձովու բես ձիձաղախիտ գծավալեին արդվանթեմ, երկու փայլակնացև արեքակներու նման, շողը ճիշտ բահունգիչներ, արդվան լույս դալով, այդերեն նրնենիի բուրագի վես, քեղեցիկ ու շիդակ ծաղիկներու ծայրերեն, որոնց սյունը, այսին ծողունը սրդին մեջ աղոտքի պես, ինքը կգործածե նուսխայորեն, կգարգաչեր սատ պերող սերը, գայց պերող սերը, ծերքերու մատները, քրապարով կգոչե եղիշ, եղիշներ այդ մատները, գամարացև կգաբեր, կբացադրեմ ինչ սերգուզ է, զարմանալի ու քեղեցիկ, քաղցր ու խանդավառ երկով, գհյուսեր ելևեջները իրարու հետ, հանթարդիկ գշարժեր, թիկնեթեգին գջեմեր, պերանը երկթերթի, այսին վարդի նման բացված, վարդը շրթունքներեն գգաթեր, շարժող լեզվին վրա դավիղը քաղցր կհնչեր, ձամերու, այսին մազերու խոբոբներուն մեջ, այնպես կպատրաստեր նույն սերը հոգիով ըսկեստավորված, որուն քեղեցկությունը քինի քույն ուներ, վարսերու երամներուն, այսին մազերու փունչերուն զարդը, երամներուն զարդը, ոլորքներ արածեն, երահյուսյակ փոլորված այդերուն շուրջ, երեք փունչի վերածված են իր այդերուն շուրջ, ձոցը լուսափայլ, ուրեմն ձոցը լուսափայլ, գարմիր վարդով լեցված, փազուկները, տաստակները, ձիրանի մանուշագի փունչերու պես, գնդրուկով խնգարգված, աստվածային հրով լեցված փուրվարի մպես,
քաղցրանվակ ցայմը, որ իր մեկը հնչեր։ Քեղեցիկ բատմուջանով զարդարված էր, գաբույդե, ձիրանիե, փեհեզե ու ворթան գարմիրե, որուն քույնը ոսկեշող էր։ Կոդին արձատափայլ էր, ոսկեթելով հյուսված, ագնագապ գամարով, շապյուղա ագնեղեններով, մանրագրգիտ հորինվածքով բաջուջված, այսին զարդարված։ Անցին շարժած ադեն, մարգարդափայլ քեղեցկությամբ, ոտքերուն քալած ադեն շողը գգաթեր անոնց մե։ Այն թակավորին, այն նորածին փրկչին, քեզ բսագողին, հավիդյանս փառք, ամեն։ Սիրելներ, այստեղ այնքան քեղեցիկ փարեր կան, իսկապես որ Սուրբ Նարեգացին հայերեն լեզվի խորությունը, հայերեն լեզվի փարեր կործածած իր ամբողջությանը մեջ։ Եվ Սուրբ Նարեգացի այս ուրեմն Աստվածամոր նվիրված դաղը ամբողջությամբ ներշնչած է Աբակային, Նահաբետ Քուչագը, Սայաթ Նովան, հայրեններ քրողները եւ նաեւ Արեմադահայի մեծ փանաստեր Միսակ Մեծարենցը, որ թոքախտով ճշմարտաբար երդասար դարքի մերավ, բայց ինք ներշնչված է Նարեգացին այս ստեղծած պատկերներով եւ ինքն ալ նույն պատկերներով փանաստեղծություններ գրած է։ Եկեք դողար թարգմանեմ, անցյալին մարմինը կնկատվեր չար, Սուրբ Նարեգացին սիրելներ Աստվածամոր քեղեցկությունը, Աստվածամոր մարմինը ներկայացնելով ցույց կտա Աստուծո դաջարին քեղեցկությունը։ Փորձեմ շատ ամփոփ ձևով բացատրել այս սկանչելի դաղը։ Ուրեմն նախկսե աչքերը, ուրեմն աչքն ծովի ծով ծիծաղախիտ ծավալանայր հարավոդուն, այսինքն աչքերը ծովու պես ծիծաղախիտ գծավալեին արդվան թեմ։ Երևակայեցեք արդուգանուխ Սուրբ Նարեգացին Աստվածամայրը կտեսնե Վանալիջին վրա։ Եվ ահա կտեսնե Աստվածամայրը Սուրբ Մարիամը իր ամբողջական քեղեցկության մեջ։ Եվ Նարեգացին Աստվածամոր աչքերը կնմանցնե անսահման ծովումը, աչքն ծով ի ծով։ Անսահման է Աստվածամոր ուրեմն աչքերու քեղեցկությունը եւ գսե ծիծաղախիտ այս բառն ալ ցույց կտա թե ինչպես ծովը գծիծաղի երբ արևու շողը գփայլի ծովու ալիքներուն վրա ալիքները երբ որ գսկսին փայլիլ ծիծաղ այսինքն գուրախանան ուրախությամբ գփայփլին գխնդան եւ Նարեգացին սիրելներ ահավասիկ Աստվածամոր հայացքը կնմանցնե արշալույսի արևեն ոսկե զոծված եւ խնդացող ծովուն, որ աշխարհին գբերե ինչ փրկության հրճվանք ուրախություն։ Իսկապես այս պատկերով Սուրբ Նարեգացին կպատկերացնե թե Սուրբ Մարիամը, Սուրբ Գույսը որքան անհուն, որքան չինչ, որքան մաքուր, որքան բարի, որքան ժպտուն հայացք ունի, որ արշալույսին պես աշխարհին վրա կբացվի։ Ինչպես արշալույսը արեքագը կբացվի, Աստվածամայրը այդ արեքագին պես եւ ավելի չինչ, ավելի մաքուր կփայլի մարդկության վրա։ Սիրելներ, երբ այս դաղի մասին խոսիմ չեմ կրնար հուզումս զսպել եւ խանդավառությունս, թե որքան քեղեցկորեն Աստվածամայրը կնկարագրե Սուրբ Նարեգացին։ Հաջորդ դողը երկու փայլագնացև արեքագներու նման։ Սուրբ Նարեգացին դիրամոր աչքերը կնմանցնե երկու արևներու, որոնք ոչ թե լոկ գլուսավորեն, այլ ունին փայլագնացև, այսինքն գայծակի պես արագ ու փայլուն ջարակայթում։ Ոչ թե բարձ փայլք ունին, այլ զորավոր փայլք ունին։ Եվ ասիկա գխորհրդանշե ինչը Աստվածամոր հոգին գենսադու եւ գայդար ուժը, որ իր աչքերեն գցոլա։
Եվ հետաքրքրական է այս դաղի մեջ նաև թիվերու խորտապանություն գնե Սուրբ Նարեկացին, այստեղ գիշե երկու, ինչու, որովհետև Քրիստոսի երկու բնություններ աստվածային եւ մարդկային Աստվածամայրը իր հայացքին մեջ ունի եւ միավորեց այդ երկու բնությունները աստվածային եւ մարդկային բնությունը անշփոթորեն Աստվածամայրը իր մեջ միավորեց։ Քիչ վերջ 3 թիվը պիտի տեսնենք խորտանշելով Սուրբ Երրորդությունը։ Հաջորդ դողը շողը ճիշտ այդ բահուն գիչներ արդվան լույս դալով քրապարով շողն իժմին իջյալ հարավոդե լույս իժմին կնշանակե ճիշտ այդ բահուն այսինքն նույն վարգյանին Սուրբ Նարեկացին գսե թե ճիշտ այդ բահուն երբ Աստվածամայրը գնայի իր աչքերուն շողը գիչնե աշխարհին վրա եւ արդվան գուդա իրական լույս Ինչպես որ երբ արեքագը գելես սիրելներ եւ լույս կուտա Աստվածամայրն ալ իր լույսը կուտա աշխարհին եւ այդ լույս Աստվածամոր ոչ թե իր անձնական լույսն է այլ որ լույսն է այդ լույսը Հիսուս Քրիստոսն է Աստվածապանական խորհրդով այստեղ այսպես է որ Մարիամի հայացքը Սուրբ Մարիամի նայվածքը գհրճագե Հիսուս Քրիստոսի ծնունդը եւ Հիսուս Քրիստոս ով է աշխարհի լույսը եւ իր ով է որ Աստվածամոր միջոցով է որ մարդկության համար կբացվի փրկության նոր առավոտ Հաջորդ դողը այդերեն ուրեմն հիմա աչքերեն գանցնի այդերեն նրնենիի նուրի բուրագիբես անդարիբես քեղեցիկ ու շիդակ ծաղիկներու ծայրերեն որոնց սյունը ծողունը սրդի մեջ աղոտքի պես գգարգաչեր սատ փերող սերը նախ առաջին դոբ թարգմանեմ բացատրեմ այդերեն ուրեմն Սուրբ Նարեկացին դիրամոր այդերու գարմրությունը եւ ներբությունը գհամեմադե նրնենիներու բուրագի քրապարով գսե նրնենի սարտիադունք Սարտիադունքը նշանակե շարքերով դնկված այքի այնքան քեղեցկորեն կպատկերացնե եւ ուղացիկ քեղեցիկ ծաղիկներու հետ կհամեմատե նուրերու շարքին եւ ծաղիկներու հետ կհամեմատե իր այդերը եւ դուք լավ գիտեք որ մեր հայ ժողովրդի կյանքի մեջ նուրը մեծ խորհուրդ ունի Նաև քրիստոնեական խորտապանության մեջ մեծ նշանակություն ունի նուրը, որովհետև անիկա ինչ կխորտանշե արդյունավորում, արդյունաբերություն, առատություն, շնորհներու առատություն եւ նաև կխորտանշե եկեղեցվո միասնականությունը, որովհետև ամեն մեկ հատիկները բադված են մեկ ուրեմն գեղևի մեջ բադված են, ամփոփված են։ Ահա Աստվածամայրը հավատացյալները իր մեջ ամփոփած է որքան խորհուրդ ունի եւ Աստվածածին քեղեցկությունը լեցուն է աստվածային շնորհներով հաջորդողը որոնց սյունը սելով այստեղ գասկնա ծողունը այսինքն ճիշտ գետրոնական առանցքը որոնց սյունը սրդին մեջ աղոտքի բես է նուսխայորեն գնշանագե թալիզմանի պես աղոտքի պես է ինչս էլ գուզե ըստ գուզե որ նարեկացին Աստվածամոր սիրտը աղոտքի բահարան է եւ սրբազան դաբանակ է բահբանակ մնե որում մեջ զեդեղված եւ բահբանված է դիեզերքի ամենամեծ քաղնիկը Եվ գիտեք ինչ է դիեզերքի ամենամեծ քաղնիկը Աստվածային սերը Այս է սիրելներ անոր համար Հիսուս եկա միա մեկ բադվիրան բերավ Սիրեցեք իրար ինչպես ես ձեզ սիրեցի Քրիստոսի աշխարհ քալուստը անգամ սիրո Աստուծո սիրո անհուն սիրո արդյունք է ինչպես սկսվի Հովանու Ավետարանի 3-րդ գլխու 16-րդ համարի մեջ Աստված այնքան սիրեց մեզ աշխարհը որ մինչև իսկ իր միածին որդին տվավ որբեսի անոր հավատանոր չգործվի այլ հավիտենական կյանք ունենա
Առաջին Հովանու նամակի 4-րդ գլխու 9 եւ 10 համարներու մեջ կսե ոչ թե մենք սիրեցինք Աստված, այլ Աստված ինքն սիրեց մեզ եւ իր որդին տվավ որպես քերակույն զոհ։ Եվ ուրեմն հաջորդողը գսե գգարգաչեր սաթ փերող սերը։ Այստեղ սիրելներ սուբ նարեգացին ցույց կտա որ Աստվածամոր սերը անոր սրտի մեջ ոչ թե բարձաբես քոյություն ունի, այլ գգարգաչե չրվեժի կամ չինչ աղբյուրի պես գգարգաչե եւ սաթփերունի գործած է ուրեմն գարգաչայր սաթփերունի սեր սաթփերունի կնշանակե սաթփերող կամ սաթի պես չեմ ինչ է սաթը սիրելներ ոսկեկույն մաքուր փայլ ունեցող ուրեմն Աստվածամոր դիրամոր սրդեն փխող սերը գենթանի է հոսող է եւ չերմացնող աղբյուր է որ գողող է ամբողջ աշխարհը եւ ասիկա ցույց կտա սիրելներ Աստվածամոր ներքին հոգեգան խաղաղությունը անտորը եւ անհուն սերը մարդկության նկատմամբ հաջորդ դողը գտարմանեմ նրբակեղ մատներով ցերքերը գամարացև գմիացներ քրապարով գսե ցերացն Եղիշո գնշանագե նրբակեղ երկար քեղեցիկ մատներ եւ որ գիները աղջիկները քեղեցիկ նուր փարակ մատներ ունենան որքան տպավորություն կստեղծեն Աստվածամոր մատները սիրելիներ ամենեն գադարյալ մատներն են նրբակեղ քեղեցիկ եւ այստեղ գսե ուրեմն նրբակեղ մատներով ցերքերը գամարացև գմիացներ ինչ կնշանակի գամարացև անիկա խորտանշ է սիրելներ աղոթքի գանքներ Աստվածամայրը աղոթքի գանքներ եւ ինչպես որ երկեցողության ժամանակ ցերքերը գմիացնենք այդպես էլ աղոթքի ժամանակ այդպես էլ Աստվածամայրը իր ցերքերը այդ նրբակեղ մատները աղոթքի գմիացներ եւ այս պատկերով սուրբ նարեգացին ցույց կտա ամբողջական ներթաշնագությունը Աստվածամոր որովհետեւ ինք աշխարհ պիտի ծնի փրկիչը Հիսուս Քրիստոսը զարմանահրաշ ու չքնաղ քաղցր ու խանթավառ երկով այստեղ քրապարի մեջ այնպիսի բարեր գործածեն այցեք կսե ադիջաղ բադիջաղ եւ ադիջաղ կնշանակե քրապարով զարմանահրաշ չքնաղ մեծապես զարտարված եւ հաջորդ բարերը սդղի խդղի ասիկա կնշանակե սիրելներ քաղցր հեշտալուր խանթավառ սիրալիր հուզումով լեցուն երկեցողություն ուրեմն այստեղ գսե զարմանահրաշ ու չքնաղ քաղցր ու խանթավառ երկով տեսեք Աստվածամայրը ինչ սքանչելի երկ գհյուսեր ելևեջները իրարու հետ երաշտական ելևեջներու մասին է Սուրբ Մարիամի ուրեմն ցայնի ալիքները Սուրբ Մարիամը ցայնի ալիքները գհյուսե իրարու ինչպես որ մեկը իր մազերը գհյուսե Աստվածամայրն ալ իր ցայնի ելևեջները գհյուսե եւ ասիգա ինչ ցույց կտա այս ցույց կտա այս երկին գադարելությունը մեղեթայնությունը շարունակությունը սիրելիներ նայեցեք հիմա հանդարտիկ գշարժեր եւ մեծավայելուչ գքալեր կամ գջեմեր այստեղը քրապարով գսե հանդարտիկ խաղայր քրապարով խաղալ կնշանակե քալել բարել շարժիլ եւ հաջորդ բառը գսե թիգնեթեգին ջեմել թիգնեթեգ կնշանակե արքավայել մեծ հանդիսավորությամբ մեծ վայելչությամբ դիրամոր շարժումները սիրելներ զուրգ են երկրային շփոթե կամ ըշտաբողականութենե գիտեք մարդիկ գշտաբեն Աստվածամայրը սիրելիներ այդ ըշտաբողականության մեջ չէ եւ ոչ ալ երկրային շփոթի մեջ է այլ անոր քայլվածքը անոր շարժումը հանդարտ խաղաղ մեծ վայելչությամբ
որ բնորոշ է երկնային թակուհի։ Իսկապես ինք թակուհի նման գկալ է մեծավայելչությամբ։ Հաջորդ դողը Փերանը երկթերթի էր, այսինքն վարդի գոգոնի պես երկու թերթ ուներ, վերի շրթունքը, ներքևի շրթունքը։ Վարդը շրթունքներեն գգաթեր։ Սիրեներ, պատկերացումը դեսեք Սուրբ Նարեկացին, ամբողջ մարմինով իսկապես կսարսրամ եւ գուրախանամ։ Ուրեմն Նարեկացին դիրամոր Փերանը կնմանցնե վարդի նորապած գոգոնին, որ երկու թերթի ունի, վերին եւ ներքևի շրթունքները։ Եվ ինչ կսե անգե ինչ կգաթեր այդ շրթունքներեն ինչ կգաթեր վարդ կգաթեր։ Այսինքն սիրեներ ոչ թե բարձաբես միայն արդակին քեղեցկությունն է որ կներկայացնե այստեղ Նարեկացին, այլ քրիստոնեական խորունկ ճշմարտությունն է որ ցույց կտա։ Ինչ քրիստոնեական ավանդության մեջ վարդը գխորտանշե աստվածային անուշահոդությունը եւ մաքրությունը։ Հիմա դիրամոր շրթունքներեն գաթող վարդը անոր Փերնեն ելած քաղցր, օրտնապեր եւ մաքրամաքուր խոսքերն էին։ Սիրելներ, Աստվածամոր Փերնեն երբեք վատ բար չի ելած, երբեք փամփասանք չի ելած, երբեք զրբարտություն չի ելած։ Նույնիսկ երբ դեսավ իր որդիին խաչվիլը, անոր ցավը դարաբիլը, չանիծեց մարդկությունը։ Այլ Աստվածամայրը միշտ օրտնապույր եղավ, միշտ քաղցր խոսեցավ, միշտ մաքրամաքուր խոսքեր ունեցավ։ Եվ գսե շարժող լեզվին վրա, հիմա շրթունքներեն գացնի լեզուին, շարժող լեզվին վրա դավիղը քաղցր գհնչե։ Այսինքն Սուրբ Նարեկացին գբացատրե թե երբ Սուրբ Մարիամը իր լեզուն գշարժե, մեկ խոսքով երբ կխոսի կամ երբ գերքե, անիգա գհնչե դավիղի պես։ Դավիղը քնարն է, եւ գիտեք որ երկնքի մեջ սուրբերը դավիղ պիտի նվագեն։ Հետևաբար Աստվածամայրը սիրելիներ քնքուշ երաժշտության նման է։ Անոր խոսքը երբ կխոսի մեղմ է, սրբություն է, դավիղի նման է, ինչպես որ դավիղը մեղմ երաժշտություն է, այդպես ալ Աստվածամոր խոսքերը դավիղի նման են։ Աստվածահաճո նվակ մնե Աստվածամոր խոսքը։ Եվ ան երբ կփարեխոսե իր որդիին թիմաց, անոր ցայնը քնքուշ ու հեզ է։ Շարունակությունը հիմա գանցնի մազերուն։ Ձամերու մազերու խոբոբներու մեջ այնպես կպատրաստեր գհյուսեր նույն սերը, նախ բացատրեմ խոբոբ կնշանակե սիրելներ խուրց, քիսակ մազերուն եւ մազերու փունչը եւ ուրեմն փանաստեղծը Սուրբ Նարեկացին այստեղ դիրամայրը իր մազերուն խոբոբներու մեջ ալ նույն աստվածային սերը գհյուսեր գսե իր մազերու մեջ ալ նույն աստվածային սերը որովհետեւ անոր ամեն մեկ յուրաքանչյուր մասնիկը իր մարմնին նույնիսկ մազերը սիրո արտահայտություն են իր աչքերը, իր այդերը, իր շրթները, իր լեզուն, իր մազերը սիրո արտահայտություն են Աստվածամայրը քերակույն էյակ է, գադարյալ էյակ։ Հաջորդող նայեցեք հոգիով ըսկեստավորված քրապարով գսե հոգիասկեստյալ հոգիով ըսկեստավորված որուն քերեցկությունը քինիի քույն ուներ ասիկա սիրելներ դաղին ամենեն խորտավոր դողերեն մեկն է ուրեմն դիրամոր քերեցկությունը հոգիով հակված է այսինքն դիրամայրը ոչ թե լոկ ֆիզիկաբես քերեցիկ է այլ հիշեցեք սրբակորձված է Սուրբ Հոգիով հրեշտակ իրենսավ Սուրբ Հոգին քու վրա պիտի հանգչի անորամար գսե հոգիասկեստյալ է Աստվածամայրը հոգիով ըսկեստավորված է Սուրբ Հոգիով ըսկեստավորված է լեցված է իսկ գսե որուն քերեցկությունը
քինիի քույն ուներ։ Ասիկա սիրելներ ոչ թե բարձաբես ասել գուզե որ գարմիր էր անոր հոգին, այլ աստվածային խորուրդ, աստվածապանական խորուրդ ունի քինիի քույն ունենալը։ Ինչ է սիրելներ քինիի քույն ունենալը։ Քինին խորհրդանիշ է Քրիստոսի արյունին։ Աստվածամայրը իր արյունեն տվավ Քրիստոսի։ Եվ ահա Քրիստոս որպես մարդ հղացվեցավ Սուրբ Հոգին Աստվածամոր մեջ։ Եվ սիրելներ նաև քինին աստվածային արբեցության խորհրդանիշ է, ուրախության խորհրդանիշ է։ Հետևաբար երբ կսե հոգիով սկեստավորված, որուն քեղեցկությունը քինիի քույն ուներ, ասել գուզե որ Աստվածամայրը ինք աստվածային ուրախությամբ լեցված իր ներսիտին Սուրբ Հոգիով Քրիստոսը հղացավ։ Հաջորդ դողը վարսերու, մազերու, երամներուն, այսին փունչերուն զարդը, երամներուն զարդը ոլորտներ արածեն երահյուսյակ, երեք փունչով հյուսված, փոլորված այդերուն շուրջ։ Հիմա Սուբնարեգացին այստեղ սիրելներ Աստվածամոր մազերը գնամանցնեն այցեք ինչի երամներու, ինչ է երամը, երամը թրջուններու պես, ուրեմն թրջուններու խումբ է երամը, ուրեմն ինչպես որ թրջունները գթրջկոդին Աստվածամոր մազերը փունջ կսե թրջուններու երամներու պես են, այսպես գթրջին, այս երևակայցեք արավոտ կանուխ վանալիջին վրա Զեփյուրը մեր հովը գպչեի Աստվածամոր մազերը այսպես երամներու նման գթրջին։ Ինչ պատկերացում, սիրելներ այս պատկերացում մարդ չի գրնար ունենալ, եթե Սուրբ Նարեգացին Աստվածամայրը իսկապես իր աչքերով տեսած չլար։ Եվ այս մազերը, այս վարսերը երեք շերտով հյուսված են, երահյուսյակ կսեք հրապարով, եւ քեղեցիկ ոլորտներով, փունչերով գքրգեն ու գփոլորեն անոր նրբակեղ այդեր, այսպես այդերեն գիչնե ուսերուն վրա։ Եվ ասիկա գստեղծե ինչ գադարյալ համաչափության եւ քեղեցկության պատկեր, որ արդակին զարդարանքը գտարնա նաեւ ներքին ներտաշնակության արտահայտություն։ Եվ այստեղ դարձյալ թիվերու խորհրդապանությունը կա։ Երեք սիրելներ փունչերը գխորհրդանշեն Սուրբ Երրորդության երեք անձերը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Աստվածամայրը Սուրբ Երրորդության քեղեցկությամբ զարդարված է։ Հաջորդ օրը ձոցը, հիմա գուկա գուրցկին, ձոցը լուսափայլ է, գարմիր վարդով լեցված։ Աստվածամոր ձոցը գուրցկը Սուրբ Նարեգացին նկարագրե լուսափայլ, ինչ կնշանակի լուսափայլ, լույսով լեցված, լույսով հեղեղված, որ լեցուն է, ինչով գսե ձոցը լուսափայլ է, գարմիր վարդով լեցված, գարմիր վարդով լեցված, եւ ասիկա սիրելներ աստվածապանական խորհուրդ ունի, ձոցը խորհրդանիշ է Աստվածամոր արքանտին, իսկ գարմիր վարդը խորհրդանիշ է Հիսուս Քրիստոսին։ Աստվածամայրը սիրելներ իր արքանտին մեջ գրեց աշխարհի դիեզերքի ամենակեղեցիկ վարդը Հիսուս Քրիստոսը, որ աշխարհ կալով պիտի զարդարեր մեզ աստվածային շնորհներով։ Իսկ ինչ պատկեր Ձոցեն վերջ գանցնի փազուկներուն, գսե փազուկները, թաստարակները, այս ամբողջ ցերկը ձիրանի մանուշագի փունչերու բես։ Ուրեմն ձիրանի կնշանակի սիրելներ արքայական քույն ունեցող եւ գսե որ անոր փազուկները ձիրանի մանուշագի փունչերու բես են։ Քրիստոնեական պատկերակրության մեջ մանուշագը գխորհրդանշե խոնարհություն եւ հեզություն։ Ահա սիրելներ Սուրբ Նարեգացին
ցույց կտա որ դիրամորտ ցերկերը եւ բազուկները, որոնք գկրգեն Հիսուս մանուկը, չմոռնակ որ ինք դեսավ Աստվածամայրը մանուկ Հիսուսը իր ցերկը կրգած, ուրեմն դիրամորտ ցերկերը եւ բազուկները զարդարված են խոնարհության, հեզության, սրբազան արաքինությամբ։ Գոշտ ու գոբիտ ցերկեր չէին Աստվածամորտ ցերկերը։ Փշրող գդրող ցերկեր չէին, վնասող ցերկեր չէին, այլ ինչ կսե այստեղ բազուկները ծիրանի մանուշագի փունչերով էս։ Կրգած էր Հիսուսը իր հեզությամբ եւ իսկապես սիրեները թե պատկերացնենք որքան քնքշությամբ, ինչպես մայրը իր նորածին զավակը ամենայն քնքշությամբ, մայրական քնքշությամբ կկրգե, առավել եւս Աստվածամայրը հեզությամբ ու խոնարհությամբ կրգեց դիեզերքի արարիչին միածին որդին, որ դարձավ իր որդին նաեւ մարդու որդին, անտրանիկ որդին։ Հաջորդ դողը գսե նարեգացին գնթրուկը խունգն է, ազնիվ խունգն է, գնթրուկով խնգարգված աստվածային հրով լեցված փուրվարիմը բեսեր։ Ասիկա սիրելներ իսկապես այս դաղին, այս երկին ամենն խորունկ աստվածապանական դողերեն պատկերներեն մեկն է։ Այստեղ Սուրբ Նարեգացին դիրամայրը գնմանցնե սրբազան փուրվարիմը։ Գիտեք փուրվարի ինչ է, եկեղեցվո մեջ սարգվակը փուրվար գնե։ Եվ փուրվարի մեջ ինչ կտրվի ածուխ եւ խունգ։ Աստվածապանական իմաստով փուրվարը գխորտանշե Աստվածամայրը, իսկ մեջի վարած վար ածուխը գխորտանշե Հիսուս Քրիստոսը։ Աստվածամայրը եղավ սիրելիներ այդ փուրվարը, որ իր մեջ դիեզերքի գրակ Աստվածը ընդունեց, բայց չայրեցավ, ինչպես որ Մովսես տեսավ անաբադի մեջ այրող մորենին, որ գայրեր, բայց չէր սպարեր։ Այդպես ալ Աստվածամայրը դարձավ սիրելիներ ինչ փուրվարի նման, որ իր մեջ գրագը գրեց Աստծո որդին, բայց երբեք մոխիր չդարձավ եւ դարձավ ինչ գնթրուկով խնգարգված, այսինքն անուշահոդությամբ խնգարգված։ Խունգը նաեւ աղոթքի խորհրդանիշ է։ Աստվածամոր աղոթքները սիրելիներ բարեխոսություն են մեզի համար։ Ադորամար գսե գնթրուկով խնգարգված աստվածային հրով, աստվածային գրագով լեցված փուրվարիմը բեսեր։ Հիմա գանցնի ցայնին։ Քաղցրանվակ ցայմը գհնչեր իր մե։ Ուրեմն այս աստվածային փուրվարեն, այսին դիրամայրեն, ինչ կհնչեր քաղցր երաժշտությունը։ Եվ ասիգա ցույց կտա, որ Աստվածածնի ամբողջ էությունը վերածված է Աստուծո հանդեպ փառապանանքի։ Աստվածամայրը սիրելիներ իր ամբողջ կյանքով փառապանեց Աստված։ Գիտեք իր մեծացուսի աղոթքը Ղուկասու ավետարանի 2-րդ գլխի մեջ։ Մեծացուսի անցնիմս դեր եւ ցնծասի օքի իմ Աստված փրկիչը։ Իմ անձս պիտի մեծարե Աստվածը, պիտի փառապանե դիեզերքի արարիչը։ Հաջորդ դողը քեղեցիկ բատմուջանով զարդարված էր։ Հիմա հագուստի մասին խոսի։ Քեղեցիկ բատմուջանով զարդարված էր, որ գաբույդե, ձիրանի է, փեհեզե ու որդան գարմիրը հյուսվածը լալով ոսկեշող քույն ուներ։ Այստեղ Սուրբ Նարեգացին սիրելիներ Աստվածամոր հագուստն է, որ կնկարագրե եւ 4 քույներով կնկարագրե։ Ինչ են անոնք այդ քույները։ Գաբույդ, ձիրանին սիրելիներ թե նարնջակույնն է, թե նաեւ ուրեմն թակավորական, արքայական գարմիրը, փեհեզ, որ ջերմագն է, մակրամակուր, նրբակույն ջերմագը եւ որդան գարմիր։ Ուրեմն նայեցեք, գարմիր, գաբույդ, նարնջակույն, սպիտակ։ Եղբայրներ եւ քույրեր, ասիկա նաեւ մեր հայրենի քույնն է,
մեր հայրենի Թրոշին քույնն է։ Այսինքն նաև Արցախի որդեգրած Արցախի հանրապետության որդեգրած քույնն էր, կարմիր գաբույտ, նարնջակույն, զիրանակույն եւ սպիտակ։ Եվ ասեմ սիրելիներ, բադահական չէ, որովհետև հին ուխտի դաբանագը եւ նաեւ դաջարին վարակույրը այս 4 քույներով զարդարված էր։ Եվ այսպիսով Սուրբ Նարեկացին ասել գուզե, որ Աստվածամայրը ուրիշ մեկը չէ, եթե ոչ նոր ուխտի դաբանագը, որովհետև ինչպես հին ուխտի դաբանագին մեջ մանանան գար, որ ոսկի սապորի մեջ մանանա գար, Աստվածամայրը ինքն է ոսկի սապորը, որ մանանան, ճշմարիտ մանանան Հիսուս Քրիստոսը ծնավ աշխարհի մեջ։ Ինչպես դասնապանյա բադվիրանները գային, Աստվածամայրը ինք եղավ այդ քարը, որ մեծ դուրս եկավ բադվիրան դվող այսին Հիսուս Քրիստոսը։ Ինչպես որ Ահարոնի զարգած կավազանը գար, ահա Աստվածամայրեն դուրս եկավ այդ զարգած դերը Հիսուս Քրիստոսը։ Հետևաբար Աստվածամոր հագուստը երկրային չէ սիրելներ, այլ հավիտենական լույսով, շնորհքով հյուսված է։ Անորամար այստեղ գսե, նայեցեք, քեղեցիկ բատմուջանով զարդարված էր, որ գաբույդե զիրանի է փեզե ու որտան գարմիրը հյուսված լալով ոսկեշող քույն ուներ։ Ոսկեշող քույն ուներ։ Եվ ոսկին խորհրդանիշ է հավիտենական լույսին, հավիտենական կյանքին։ Երկնքի մեջ որովհետև սիրելներ ամբողջ ճամփաները ոսկի է բատված միտլան, ամբողջությամբ։ Շատ չի մնաց, ուրեմն հիմա գանցնի կոդին, գսե կոդին, ուրեմն բատմոջանեն հակուսեն իդ գանցնի կոդին։ Կոդին արձաթափայլ էր, ոսկեթելով հյուսված, քրապարով գսե ոսկե դդուն, ոսկի բոչով զարդարված։ Ագնագապ գամարով, ագնագապ կնշանակե քոհարազարդ կոդիով, շապյուղա ագնեղեններով, այսին թանկագին քարերով, մանրագրգիտ հորինվածքով բաճուճված, զարդարված։ Ուրեմն Սուրբ Նարեկացին դիրամոր կոդին արձատիպես չինչ գսե որ արձատիպես չինչ է դիրամոր կոդին եւ ոսկեթելով հյուսված է, ոսկեդդուն։ Եվ անիգա գսե զարդարված է շապյուղա, շապյուղը սաֆիրն է, սաֆայրն է, ուրեմն շապյուղա թանկարժեք քարերով եւ շապյուղան սիրելներ ինչ քույն գունենա, գաբույտ քույն։ Ուրեմն գսե որ շապյուղան իր գաբույտ քույնով եւ գաբույտ քույնը ինչ կխորտանշե, երկինքը, աստվածայինը, աստվածային արդարությունը, հավատարմությունը։ Ուրեմն կոդին եւ կոդին այդալսեմ, որ կոդին գխորտանշե աստվածամոր գուսական մակրության բահբանումը եւ նաեւ պատրաստակամությունը, ինչը սավ հրեշտակին ես դիրոջ աղախինն եմ, ինչպես որ գուզե այդպես թողնա։ Ուրեմն կոդին իր մակրությունը, աստվածամոր մակրությունը գխորտանշե եւ իր պատրաստակամությունը։ Հագարականոր որ հոգի աղջիկ էր, գույս աղջիկ էր եւ գրնար քարգոցվելով սպաննվել, եթե մարդիկ իմանային, որ առանց ոյ մեկ մարդկային հարաբերության հղի մնացած էր, բայց ինք ասավ ես պատրաստ եմ, ինչ որ Աստված գուզե այդպես թողնա։ Ահա սիրելներ, այդ է որ խորհրդանշի այստեղ։ Իսկ երբ որ գսե մանրամասին հորինվածքով բջնյալ բաժուճված, այսինքն ցույց կտա, որ Աստված ամենայն գադարելությամբ եւ նրբությամբ ստեղծած է դիրամոր հոգին, ամենայն գադարելությամբ։ Հաջորդ դողը գսե անցին շարժած ադենը, հիմա քայլվածքի մասին մի խոսի, մարգարդապայլ քեղեցկությամբ ոտքերուն քալած ադեն շող գգաթեր անոնցմե։ Ուրեմն երբ Աստվածածինը գշարժի եւ այս երգը, այս դաղը սիրելներ բարձաբես իքոմը չէ, սրբալ նգարչությունը չէ, որ կծած են արեկացին, այլ Աստվածամայրը շարժուն գտեսնե։ Ուրեմն Աստվածածին երբ կշարժի, անոր ամբողջ մարմինը եւ էությունը գծոլան մարգարիտի պես մաքուր ու չինչ փայլով։ Եվ մարգարիտը ինչի խորհրդանիշ է անարադության, երկնային արքայության նշանն է նաեւ։ Եվ ահա Աստվածամայրը անարադ է, անարադությամբ է որ սիրելիներ գքայլ է
Եվ ինչ կսե այստեղ ոտքերուն քալածադեն շողը գգաթեր։ Ասիկա քակատնագետն է սիրելիներ ամբողջ այս դաղին։ Աստվածամայրը երբ կքալե իր ոտքերուն դակ լույսի գաթիլներ շողեր գծորին գգաթին։ Աստվածամայր մեր դուննալ եկոր։ Աստվածամայր մեր ասկին այցել է այսօր։ Քու ոտքերդ շողեր թող գաթին, երկնային լույսեր թող գաթին։ Եվ իսկապես նարեգացին հանջարեղորեն ցույց կտա, որ Սուրբ Գույսին նույնիսկ ամենեն բարձ երկրային շարժումը քալելը սրբակորձված է եւ ուր որ Աստվածամայրը ոտք տնե իր շուրջը լույս, խաղաղություն եւ օրհնություն կդարածե։ Խնդրենք Աստվածամորեն, որ այցելե նաեւ մեր դուները, մեր ասկին, աշխարհին եւ լույս, խաղաղություն եւ օրհնություն դարածե։ Ահա վերջին դողը այս բոլորը սելեն վերջ սիրելիներ Աստվածամոր այս քեղեցկությունը նկարագրել է յետ ահա Սուրբ Նարեգացին գուքա այս դաղին վերջապանության եւ դեսեք ինչ կսե այն թակավորին այն նորածին փրկին քեզ բսագողին փառք Հավիդյանս ամեն Սուրբ Նարեգացին այս դաղը սկսավ Սուրբ Մարիամ Աստվածածնի քեղեցկությունը նկարագրելով եւ ահա հիմա այստեղ գասնի իր նպատակին Մարիամի ամբողջ փառքը եւ քեղեցկությունը ինքնանպատակ չեն Սուրբ Նարեգացին սիրելներ բարձաբես երկրավոր գնոճը քեղեցկությունը չէ որ կնկարագրե այլ Սուրբ Աստվածամոր ամբողջ այս քեղեցկությունը միմիայն մեկ նպատակ ունի իր մե ծնած նորածին փրկին արքային թակավորին ծնունդը կովապանել եւ իսկապես որ այս ամբողջ դաղը սիրելիներ փառապանություն է աղոթք է ուղված երկնավոր թակավորին Հիսուս Քրիստոսին որուն փառք Հավիդյան ամեն եւ բարեխոսություն է Աստվածամոր որ խնդրենք իր որդին մեր փրկին դիմաց բարեխոսե մեզ մե յուրաքանչյուրին համար Ահավասիկ սիրելիներ դագավին շատ խորուն կարելի է վերլուծել եւ խոսիլ այս դաղի մասին բայց ուզեցի որ դուք այս դաղը լսեք թարգմանաբար եւ բացատրությամբ եւ անպայմանորեն YouTube-ի վրա փնտրեցեք սիրելիներ աչքն ձով ի ձով այս բարերը трեք եւ պիտի լսեք եւ երաժշտություն եւ նաեւ երկեցողություն ու մանավանդ գլուխ կորձոցն է Լուսինե Զաքարյանի ուրեմն երկեցողությամբ այս դաղը եւ իսկապես ծեր հոգին պիտի վերանա Սուրբ Նարեգացին Աստվածամայրը աչքերով տեսավ օրը մենք ալ սիրելներ Աստվածամայրը մեր աչքերով պիտի տեսնենք Այս երկրի վրա հիմա մեր բարդն է, որ մենք Աստվածամոր սրբությամբ ապրենք։ Մեր ցերկերը հեզ ու խոնարհ լան։ Մեր սիրտը փանանք Հիսուսին դիմաց, որպեսզի Հիսուս մեր մեջ ծնի ու զայն կրգենք ամուր գերբով եւ իր օրհնությունը առնենք։ Աստվածամոր բարեխոսությունը խնդրենք սիրելներ, որ սեր, լույս, օրհնություն դարածե մեր ազգի կյանքի մեջ եւ մեր ընտանիքներու մեջ եւ համերաշխությունը, սերը, խաղաղությունը բոլորիս մեջ ըլլա։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ծեր բոլորին։